Բարի օր բարեկամներ։ Քաղաքակրթության ժամանակակից խարտավանքների մեջ փրկության միակ ճանապարհը կրթությունն է։ Այն պարզապես տապան է ջրհեղեղի մեջ, իսկ կրթվել կարելի է ամեն տարիքում, ամեն օր եւ ամեն վայրկյան։ Հանրայինի եթերում դարձյալ Հայասպետն է եւ դարձյալ մենք ձեզ բոլորիդ հրավիրում ենք պատմական փաթեթության նորանոր դրվագների մեկնաբանմանը։ Հաղորդաշարին աջակցում է Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը, պաշտոնական գործընկերն է Կրթության եւ Գիտության նախարարությունը։ Իսկ այդ դրվագների մեկնաբանմանը այսօր մասնակցելու են եկել Արարատից Խարբերդի Հովանես Թլկապնեցու անվան համար 1 միջնակարգ դպրոցի սաները, Երևանից Մոնթե Մելքոնյանի անվան համար 11 հիմնական դպրոցի սաները, եւ Արմավիրից Պաղաշապատի Մեսրոպ Մաշտոցի անվան համար 1 դպրոցի սաները։ Կան հերոսներ, որոնք երբեք չեն դառնում հուշ ու հիշողություն։ Նրանք մնում են միշտ կենթանի, մտնում են մեր տուն եւ դառնում մեզ շատ հարազատ անձ։ Նրանց անունները ապրում են հարատև, Մոնթե Մելքոնյան։ Մի կյանքի պատմություն եւ հայ արվեստի ամենամեծ սիրո Մհեր Մկրտչյանի մասին։ Կլսենք առաջին փուլում։ Կարմիր թիմ։ Կարմիր թիմը ողջունում է բոլորին, ցանկանում հիշարժան եւ հաճելի խաղ եւ մենք ընտրում ենք Գիմ տառը։ Գիմ տառը, խնդրեմ։ Մեծերի հուշերից։ Մհեր Մկրտչյանը խոսելով թատրոնի եւ կինոյի իր կյանքում ունեցած դերի մասին, ինչու էր թատրոնին տալիս առաջնությունը։ Ծննդավայր այցելելը նրա ստեղծագործական կյանքի վրա ինչ ազդեցություն էր թողնում։ Մհեր Մկրտչյանը, կամ ինչպես ժողովուրդն է սիրում նրան կոչել Ֆրունզիկը, խոսելով կինոյի եւ թատրոնի մասին ասում էր. Կինոն եւ թատրոնը տարբերություններ ունեն, բայց դերասանը նույն մարդն է իր ամպրումներով եւ կինոյում եւ թե թատրոնում։ Եթե կինոյում լավ է, իսկ թատրոնում վատ, վարպետությունը խաբուսիկ է, իսկ եթե կինոյում նույնպես, եթե հանդիսատեսը չի նայում, բայց չի կարողանում պետք եղած ձևով մարմնավորել իր կերպարը, ապա կրկին կատարյալ արվեստագետ չէ, քանի որ եւ կինոյում եւ թատրոնում մարդը նույնն է իր ապրումներով։ Իսկ ինչու էր թատրոնին տալիս առաջնություն։ Նա հավասարապես գնահատեց, բայց Շարունակի Տիրան Հովանեսյանը։ Տիրան, այո։ Մհեր Մկրտչյանը ասում էր. «Գայթակղիչ երկու աշխարհ, բեմը եւ կինոն»։ Կային տարիներ, երբ որ դու երկուսով ես զբաղվում էիր, դերեր թատրոնում եւ նկարահանում է ֆիլմերում։ Սակայն բազում ֆիլմերի դերասանդ, որ համընդհանուր ճանաչումի հասար հենց այդ ֆիլմերով, դարձար գերադասեցիր թատրոնը, բեմը։ Այդ ինչ սեր էր, այդ ինչ կապվածություն էր թատրոնի հետ։ Իսկ ինչու։ Ինչ էր տալիս թատրոնը, որ չէր տալիս կինոն։ Հիշում եք։ Թատրոնի մի դերը չեն փոխի կինոյի հազար դերի հետ։ Թատրոնը աղոթքի տեղ է, ծես է, ամենօրյա սխրանք է, սրբություն է։ Թատրոնը քուրմերի իսկական տաճար է, որտեղ արարողություն է կատարվում, ծես է կատարվում, Աստծո հետ, տաղանդի հետ, մուսայի հետ շփում է կատարվում։ Ահա։ Հիմա երկրորդ ենթահարցին ենք պատասխանում։ Ծննդավայր այցելելը նրա ստեղծագործական կյանքի վրա ինչ ազդեցություն էր թողնում։ Երկրորդ հարցին պատասխան չունենք։ Ափսոս։ Լավ, լսենք մեր պատասխանը։ Թատրոնի մի դերը չեն փոխի կինոյի հազար դերի հետ։ Թատրոնը աղոթքի տեղ է, ծես է, ամենօրյա սխրանք է, սրբություն է, թև է, թռիչք է։ Թատրոնը քուրմերի իսկական տաճար է, որտեղ ծես է կատարվում, Աստծո հետ, տաղանդի ու մուսայի հետ շփում է կատարվում։ Մի ուրիշ անգամ էլ ասել է. «Կինոն ինչ է։ Կինոն սիրուհիդ է, թատրոնն է տունդ, կինդ, ինչ ուզում ես արա, վերադառնալու ես տուն»։ Իր ծննդավայրի մասին Մկրտչյանն ասել է. «Լենինականն ինձ համար խավարան է, ես գնում եմ մաքրվելու, մի անգամ էլ տեսնելու ինձ, հիշելու, չմոռանալու ինձ, նորից ուժ ստանալու, խելոքանալու, հումորս չկորցնելու»։ Պարոն Գալիսյան։ Շատ հետաքրքիր գեղեցիկ հարցեր, ափսոս որ Կարմիր թիմը մի մասին պատասխանեց, իհարկե լավ պատասխանեց այդ մասին, բայց ափսոս որ երկրորդ մասին չկարողացաք պատասխանել եւ թիմը վաստակում է 5 միավոր։ 5 միավոր է վաստակում Կարմիր թիմը, բայց ամեն ինչ դեռ առջևում է, անցնում ենք Կապույտ թիմին։ Մենք ընտրում ենք Էտառը։ Էտառը։ Մի կյանքի պատմություն։ 1981 թվականին Մոնթեի հայրը լիբանանահայերի պայքարին միացած որդուն եւ նրա ընկերներին հարցնում է, թե ինչու են այդ գործունեությամբ զբաղվում։ Մոնթեն ինչ է պատասխանում։ Արցախն ազատագրելուց հետո Մոնթեն պայքարը շարունակելու ինչ ծրագիր ուներ։
Քոները պատասխանի կասան։ Ինանք պատասխանի 20 Let's go։ Պատրաստ եք։ Խնդրեմ։ Հարցին կպատասխանի Իննա Հովանեսյանը։ Իննա։ 1981 թվականին Մոնթեի հայրը լիբանանահայերի պայքարին միացած որդուն եւ նրա ընկերներին հարցնում է, թե ինչու են նրանք զբաղվում այդ գործունեությամբ։ Մոնթեն կտրուկ պատասխանում է. Եթե ձեր սերունդը պայքարեր, ապա մենք այսօր ստիպված չենք լինի պայքարել այս ամենի համար։ Մոնթեն հավատում էր նոր պայքար, նոր սերունդ նշանաբանին եւ նա ասում էր, որ պայքարող ժողովրդի համար յուրաքանչյուր օր ապրիլի 24 է։ Կշարունակի Էրիկ Ասլանյանը։ Էրիկ։ Մոնթե Մելքոնյանը Արցախը ազատագրելուց հետո նաև կարևորում էր Նախիջևանի հարցը, այնուհետև Արևմտյան Հայաստանի ազատագրելու հարցը եւ ընդհանուր միացնել Մայր Հայաստանին։ Այդքանը։ Այսքանը։ Լսենք մեր պատասխանը։ Մոնթեն հորը պատասխանում է. եթե ձեր սերունդը պայքարեր, հիմա մենք կարիք չէինք ունենա պայքարելու։ Նույն պատճառով էլ նա հավատում էր նոր սերունդ, նոր պայքար նշանաբանին։ Պայքարող ժողովրդի համար ամեն օրն ապրիլի 24 է, սիրում էր կրկնել նա։ Պայքարի իր ծրագիրը նա այսպես էր ներկայացնում. Ղուբաթլուն, Ֆիզուլին, Աղդամն ազատագրելուց հետո նախ Շահումյանի խնդիրը պիտի լուծեմ եւ անմիջապես շարժվեմ Նախիջևանի վրա։ Բայց այս արդեն այլ մեխանիզմով էր տեսնում։ Արդեն կային բարձրակարգ զինվորներ, 120 հոգի, որոնցից ամեն մեկը 30 զինվորի տեղ կծառայեր։ Նրանք ամենաքիչ կորուստներով, ամենակարճ ժամկետում խնդիրը պիտի լուծեին։ Խնդրեմ։ Հարցն ուներ երկու ենթահարց, հավասարազոր ենթահարցեր, առաջին ենթահարցին տրվեց լիարժեք պատասխան, երկրորդ հարցի պարագայում բովանդակային իմաստը հիմնական ձեր պատասխանում արտահայտված էր, բայց որոշ մանրամասներ բաց էիք թողել։ Կարծում եմ նման պարագայում ձեր պատասխանը ճիշտ կլինի գնահատել 9 միավոր։ Այո։ 9 միավոր է վաստակում կապույտ թիմը, անցնում ենք նարնջագույնին։ Մենք ընտրում ենք Զատարը։ Զատարը խնդրեմ։ Մի կյանքի պատմություն։ Երբ Մոնթեին հարցնում էին, թե զինվորական ինչ աստիճան ունի, ինչ էր պատասխանում, նա մարտական գործողություններն ինչպես էր նախապատրաստում եւ իրականացնում։ Խնդրեմ։ Հարցին կպատասխանի Պետրոսյան Մանուկը։ Մանուկ, լսում ենք։ Երբ Մոնթեն հարցնում են, թե զինվորական ինչ աստիճան ունի, նա պատասխանում է՝ ես ուղակի զինվոր եմ, սակայն նրան ասում են թե մայորի կոչում ունես, իսկ նա պատասխանում է՝ ոչ, ես ուղակի զինվոր եմ, ինձ այդ ամենը պետք չէ, սակայն զինվորներին պարտադրում էր, որպեսզի ուսադիրներ կրեր։ Մարտական գործողություններից առաջ մեկ օր չէր քնում, զենքն ու մթերքը մեկ-մեկ հաշվում էր, հանձնում էր պահեսին, վառելանյութը նույնպես էր ստուգում։ Գործողությունների ժամանակ նա մարտիկներին հայտնում էր առավոտյան կամ գիշեր, որպեսզի նրանք շփոթության մեջ չընկնեն եւ զեկուցագրերում առավել եւս կապի մեջ էր գտնում Վազգեն Սարգսյանի հետ եւ իշխանությունների հետ, երբ նա հավանություն էր ստանում, այնուհետեւ գործողությունը ավարտում էր իր ոճով։ Վրացում։ Մոնթեն կռիվներից առաջ գիշերը չէր քնում, ամեն ինչ նորից հաշվարկում էր չափում, որ հանկարծ ավելորդ զոհ չտա, եւ երբ որ ասում էին, ավո, այսքան զոհ ես տալու, հպարտ պատասխանում էր, չեմ տա։ Լավ։ Լսենք մեր պատասխանը։ Մոնթեն երբեք ուսադիր չի կրել։ Հարցին, թե զինվորական ինչ աստիճան ունի, նա միշտ պատասխանում էր. ես զինվոր եմ, բայց զինվորներին ստիպում էր անպայման ուսադիրներ կրել։ Մարտական գործողությունը կատարելուց առաջ սպաներին մանրամասնորեն բացատրում էր անելիքը։ Գործողությունից մեկ օր առաջ չէր քնում, նորից էր վերլուծում, կշռադատում, որ հանկարծ անտեղի զոհ չտա։ Վառելանյութը, զինամթերքը մեկ-մեկ ստուգում էր, հաշվում, ապա հանձնում պահեստ։ Հարձակման մասին հայտնում էր միայն վերջին ժամերին, գիշերը կամ լուսաբացին։ Միշտ կապ էր պահպանում իշխանության, հատկապես Վազգեն Սարգսյանի հետ, զեկուցագրեր ու առաջարկներ ուղարկում։ Թեև հավանություն ստանալուց հետո մնացածն անում էր իրեն նպատակահարմար ձևով։ Շատ անգամ, երբ ասում էին, թե տվյալ գործի համար զոհեր է տալու, վստահ ասում էր, որ զոհ չի տա։ Խնդրեմ։ Լիարժեք ամբողջական պատասխան տվեց թիմը եւ վաստակում է 10 միավոր։ Եվ առաջին փուլի երկրորդ պտույտը կարմիր թիմ։ Մենք ընտրում ենք Այբտարը։ Այբտարը խնդրեմ։ Մեծերի հուշերից։ Մհեր Մկրտչյանի ընդունելության քննությունը Թատերական ինստիտուտում ինչպես է ընթացել։ Լոս Անջելեսում Պախտասար աղբար ներկայացման ժամանակ Մհեր Պախտասարը բեմում լռում է 3 րոպե, հանդիսատեսին պահելով գերլարված վիճակում։ Ներկայացումից հետո ռեժիսոր Ռիչարդ Բելիի եւ Մհերի միջև ինչ երկխոսություն է տեղի ունենում։
խնդրեմ։ Մեր Մկրտչյանի Թատերական ինստիտուտում ընդունելության քննության ժամանակ հարցրեցին, ուրեմն որոշել ես դերասան դառնալ, այո, վստահ պատասխանեց Մհեր Մկրտչյանը, այդ ժամանակ մի ճանաչված երիտասարդ դերասանուհի շրջվեց իր հարևանի կողքը եւ ինչ-որ մի բան փսփսաց, կարծես ինչ-որ մի տհաճ բան է լսել, այդ ժամանակ հարցրեցին, իսկ ինչ ես փորձ խաղալու, նա ասաց խլեստակով, սկսվեց խլեստակովի մենախոսությունը, Մհերի հայացքը պայծառացավ, կարծես ինչ-որ ներքին լույսից, նրա աչքերը մեծացան, շատ արտահայտիչ դարձան, Մհերը գեղեցկացավ, այդ ժամանակ բոլորը հասկացան, որ նա դերասան է եւ նրան ընդունեցին երկրորդ կուրս Վաղարշ Վաղարշյանի դասարանը, հետո մի քանի տարի անց նա ցանկացավ հարցնել, թե ինչ են ասել իր մասին եւ այդ դերասանուհին պատասխանեց. «Ներիր Ֆրունզիկ ջան, ես իմ հարևանին ասացի, տեսնես այս տղան իրեն հայլու մեջ տեսել է»։ Շարունակի Տիրան Հովանիսյանը։ Տիրան։ Լոս Անջելեսում Մհեր Մկրտչյանը Պաղտասար աղբարի խելագարության տեսարանից հետո բեմական 3 րոպե մնաց կանգնած եւ այդ ժամանակ ասում է շատ խեն, թե որովհետեւ սկզբում 3 րոպե մնաց կանգնած, նայեց հանդիսատեսին, մտածեց այսինչ աշխարհ է եւ աչքերից արցուն գնաց, իսկ դրանից հետո սկսեց երկար մատերի հետ խաղալ, դրանից հետո էլ ասում է, որ Մհեր Մկրտչյանը նաև ասում է, հետո սկսեցի մի քիչ ժպտալ, դրանից հետո իրենք էլ ժպտացին եւ հետո մի քիչ ավել է ժպտացի եւ նրանք աշխուժացան եւ վերջացավ ծափահարություններով։ Ներկայացումից հետո Լոս Անջելեսի արտիստական թատրոնի գլխավոր ռեժիսոր Ռիչարդ Բելին եկավ կուլիսներ եւ Մհեր Մկրտչյանին ասաց, այդ ինչպես լռեցիք, որ ես հասկացա, Մհեր Մկրտչյանն ասաց նրան թարգմանեք, որ ես լռեցի անգլերեն, նա այս հումորը շատ սիրեց եւ ասաց, ես էլ հասկացա հայերեն։ Հարուն Գալստյան, խնդրեմ։ Դուք վաստակում եք 10 միավոր։ 10 միավոր է վաստակում կարմիր թիմը եւ կապույտ թիմ։ Մենք ընտրում ենք Բենտարը։ Բենտարը խնդրեմ։ Մեծերի հուշերից։ Մհեր Մկրտչյանն ինչ հուշեր ուներ իր առաջին անխոս դերերի մասին Գյումրիի ինքնագործ թատերախմբի կազմում եւ Սունդուկյանի անվան թատրոնում։ Նա ինչու է ասել, որ իր կինոկարիերան եւս սկսվեց վիրավորանքից։ Սպառվեց ժամանակը, խնդրեմ։ Արդյունքը պատասխանի Իննա Հովանեսյան։ Իննա։ Մհեր Մկրտչյանը իր առաջին դերը խաղացել է տեքստիլի ինքնագործ ակումբում։ Նրա առաջին դերը եղել է Նամոսում, որը եղել է անխոս դեր։ Կինոմեխանիկը, ում մոտ աշակերտում էր Մհերը, նրան առաջարկեց այդ անխոս դերը խաղալ, եւ քանի որ նրանք չունեին ընտրության ժամանակ Մհեր Մկրտչյանը խաղաց այդ երեխայի դերը, քանի որ ծառայի դերը խաղացող փոքրիկ երեխան հիվանդացել էր։ Մհեր Մկրտչյանը այդ ժամանակ, երբ արդեն դրամատիկ լարված իրավիճակ էր, Մհեր Մկրտչյանը մտավ բեմ, ձեռքին մեծ փլավով ափսե։ Բոլորը նրան նայեցին եւ սկսեցին ծիծաղել։ Մհեր Մկրտչյանը այդպես էլ չհասկացավ, թե ինչու էին նրա վրա ծիծաղում, բայց նրան այդ ժամանակ չէր հետաքրքրում իր արտաքին տեսքը եւ ընդհանրապես նրան ոչինչ չէր հետաքրքրում։ Նա միայն ցանկանում էր դառնալ դերասան եւ վերջ։ Սունդուկյանի անվան թատրոնում նույնպես նրա կարիերան դժվար ձևով սկսվեց։ Պետք է Դավիթ Մալյանին դատեին ներկայացման ժամանակ եւ կային դատավորներ, բայց բացի նրանցից կային մարդիկ, որոնք ուղակի նստում էին եւ պետք է ամբողջ ընթացքում անխոս դեր էր դա, նրանք պետք է ուղակի գրեին։ Մհեր Մկրտչյանը նույնպես նրանցից մեկը դարձավ, որովհետեւ դրանք կատարում էին այն դերասանները, որոնք ուղակի դրանք ցանկանում էին։ Մհեր Մկրտչյանը ամբողջ ընթացքում գրում էր, սակայն նրան թևքերը, վերնաշապիկի թևքերը խանգարում էին, որովհետեւ նրա հագուստ տվող կինը նրան տվել էր այդ երկար թևքերով հագուստը, նա անդադ գրում էր, թևքերը քաշում, նորից գրում, թևքերը քաշում, եւ դա մարդկանց մոտ ժամանակի ընթացքում ծիծաղ առաջացրեց, սակայն նրա դա դուր եկավ եւ նա նորից սկսեց այդպես անել, որպեսզի մարդկանց մոտ ծիծաղ առաջացնի։ Հիմա նա ինչու է ասել, որ իր կինոկարիերան եւս սկսվեց վիրավորանքից։ Ինչ վիրավորանքի մասին էր խոսքը։ Մհեր Մկրտչյանը թատրոնից զատ շատ էր սիրում կինոն եւ միշտ ցանկանում էր նկարահանվել որևէ կինոֆիլմում։ Նա միշտ դիմում էր այդ հարցով հայ ֆիլմի բանվորներին, սակայն մերժում էր ստանում։ Մի անգամ Հայաստանում պետք է նկարահանվեր մի ֆիլմ, որին նա նույնպես առաջարկ ստացավ նկարահանվելու։ Նա շատ էր ուրախացել, սակայն պարզվում էր, որ դա անխոս դեր էր։ Նա ընդհանրապես պետք է մի լոմով ճանապարհից քար ազատեր։ Եվ երբ ֆիլմը պետք է ցուցադրվեր, նա կանչեց իր բարեկամներին, ընկերներին, որպեսզի գան դիտեն իրեն։ Ֆիլմը արդեն վերջանում էր, բայց նա այդպես էլ չէր երևացել։ Եվ հանկարծ վերջին մասում նա գոռաց. «Ո ոտքս»։ Պարզվում էր, որ իրականում միայն նրա ոտքն էին նկարել, եւ նա դրանից շատ վիրավորվեց։ Այդ է պատճառը, որ ասում էր, իմ կինոկարիերան նույնպես սկսվեց վիրավորանքից։ Պարոն Գալստյան։ Դուք վաստակում եք 10 միավոր։ 10 միավոր է վաստակում կապույտ թիմը եւ դարձյալ Մենք ընտրում ենք դատարը։ Դատարը, խնդրեմ։ Մի կյանքի պատմություն։ Լսենք հարցը։
Երբ Արցախում մի օտարերկրյա դիվանագետ հարցնում է, թե որոնք են մեր պահանջած սահմանները, Մոնթեն ինչ է պատասխանում։ Հայկական հողերն ազատագրելուց հետո Մոնթեն ինչն էր համարում ամենակարևորը։ Խնդրեմ, պատասխան։ Հարցին կպատասխանի Մանուկ Պետրոսյանը։ Մանուկ, Երբ Արցախում Մոնթեին մի դիվանագետ հարցում է, թե որն է ձեր պահանջած սահմանները, Մոնթե Մելքոնյանը կտրուկ եւ համառ պատասխանում է. մեր պահանջած սահմանները այնտեղ են, որտեղ կանգնած են մեր տանկերը։ Շփոթվելով դիվանագետը հարցում է, թե դա որն է, իսկ նա պատասխանում է հին Արցախի սահմանները, այսինքն Քուր Արաքսը։ Այնուհետև դիվանագետը հարցնում է, իսկ դուք չեք վախենում երրորդ երկրի միջամտությունից։ Մոնթեն ասում է, փորձեք։ Բեկլի հեղինակավոր համալսարանը ավարտած հնագետ պատմաբանը, որ լավ գիտեր իր ժողովրդի պատմությունը եւ փայտարակարան նահանգը, սադրանքի առիթ տալու նպատակով սկզբնական շրջանում նշեց հին Արցախի սահմանները։ եւ հիմա մյուս ենթահարցին ենք պատասխանում։ Հայկական հողերն ազատագրելուց հետո Մոնթեն ինչն էր համարում ամենակարևորը։ Մոնթե Մելքոնյանը նաև ասում էր, որ տարածքները գրավելուց եւ մարտում հաղթելուց հետո պետք է այդ ամեն ինչը խրամատավորվել եւ պահել, ոչ թե գան հասնեն այնտեղ հաղթանակեն եւ թողնեն գնան, ասելով, որ վերջ, մեր աշխատանքը վերջացել է։ Լսենք մեր պատասխանը։ Մոնթեն հպարտորեն եւ կտրուկ պատասխանում է. մեր սահմաններն այնտեղ են, որտեղ մեր տանկերն են կանգնած։ Հին Արցախի սահմանն է մեր նախնական պահանջը։ Քուր Արաքս սահմանը։ Հանկարծակիի եկած դիվանագետն առարկում է. չեք վախենում երրորդ երկրի միջամտությունից։ Փորձեք, կտրական պատասխանում է Մոնթեն եւ դիվանագիտորեն լռելով փայտակարան նահանգի մասին շարունակում է. Լեռնային Ղարաբաղը պետք է դառնա հայ ժողովրդի ամառանոցը։ Եթե բռնակալ ռազմատենչ ցեղերի ճնշման տակ հայերը պաշտպանական նկատառումներով քաշվել են լեռները, ուրեմն եւ իրավունք ունեն լեռներից վերադառնալու դաշտ։ Մոնթեն հստակ գիտակցում էր, որ խնդիրը միայն հողերն ազատագրելը չէ, որ տանկերի հետևում պետք է լինի տնտեսական եւ քաղաքական հզոր ուժ, որպեսզի հաստատի նվաճածը։ Ողջունում ենք նարնջագույն թիմին։ Պարոն Ախոսյան։ Քանի որ հարցի երկրորդ մասի առնչությամբ դուք որոշ այնուամենայնիվ տրամաբանական մտքեր նշեցիք 6 միավոր։ 6 միավոր է վաստակում նարնջագույն թիմը, այսպիսով ավարտեցինք առաջին փուլը եւ հիմա անցնում ենք երկրորդ փուլին։ Ստեփան Շահումյանի գործունեության եւ կյանքի մասին կլինի մեր պատմության այսօրվա դրվագը, ինչպես նաեւ կխոսենք մեր պատմական աշխարհագրության մասին։ Կարմիր թիմ։ Մենք ընտրում ենք Կենտառը։ Կենտառը, խնդրեմ։ Պատմություն։ 1918 թվականին դեպի Անդրկովկաս արշավանք սկսելով Թուրքիան հերակա ինչ շահեր էր հետապնդում։ Գեներալ Ղորղանյանի հավաստմամբ ինչ նշանակություն ուներ Բաքվի պաշտպանությունը հայության համար։ Բաքվի պաշտպանությունը եթե Բաքուն գրավեին հայերը մավն ուղղակի մեջ կգտնվեն եւ չեն կարողանա ազատագրել։ Խնդրեմ։ Հարցին կպատասխանեմ ես Դավիթ Ղարիբյանս 1918 թվականին դեպի Անդրկովկաս արշավանք սկսելով Թուրքերը շատ պլաններ ունեին, իրենց պլանները կապված էին Հյուսեյն Կովկասում բնակվող մամեդական բնակչության հետ։ Նաև Էնվեր Փաշան ասում էր, որ թուրքերը կարող են Ասիայում խաղալ այն դերը, ինչ որ խաղում են գերմանացիները Եվրոպայում, իսկ Բաքվի պաշտպանության նշանակությունը հայության համար շատ կարևոր էր, քանի որ եթե գրավեին թուրքերը Բաքուն, այդ ժամանակ հայերը կմտնեին շրջափակման մեջ եւ ել չէին կարողանա դուրս գալ, կգտնվեին մահվան օղակի մեջ։ Իսկ գեներալ Ղորղանյանն ասում էր, որ հայերը տարածքային հավաքություններ չունեն, նրանք ուղղակի ցանկանում են պաշտպանել Բաքուն, որպեսզի մահվան օղակի մեջ չգտնվեն։ Իսկ այն փաստը, որ թաթարական բանակի կեսը Բաքվին այնքան էլ ուշադրություն չի դարձնում, մեծ օգուտ է տալիս հայերին պաշտպանության համար։ Էլ ինչ նշանակություն ունեցավ։ Թուրքերը չմտան Անդրկովկաս, կարողացան Այսքանը։ Ավելացնելու բան չունենք։ Լսենք մեր պատասխանը։ Եվրոպայից դուրս շպրտված Թուրքիան Կովկասյան ճակատի կազմալուծումից հետո ձգտում էր դեպի արևելք։ Թուրքերին առաջին հերթին հետաքրքրում էր Ռուսաստանի մահմեդական ազգաբնակչությունը։ Հաջողության դեպքում թուրքերը ծրագրում էին անցնել Անդրկասպիան երկիր եւ ոտքի հանելով տեղի մահմեդականությանը մտնել Աֆղանստան ու Հնդկաստան։
Թուրքական այս նկրտումների միակ արգելքը միայնակ մնացած հայությունն էր, որի մի հատվածը կենտրոնացած էր Բաքվում։ Գեներալ Ղորղանյանի հավաստմամբ այնտեղ հայերը տարածքային հավակնություններ չունեին, այլ սահմանափակվում էին միայն Բաքվի մարզի պաշտպանությամբ։ Եթե թուրք թաթարները Բաքուն գրավեին, հայկական խաղաղ բնակչությունն անխուսափելիորեն կոչնչացվեր։ Բացի դա, թշնամական ուժերի մի մասի Բաքվի ճակատում զբաղված լինելը թեթևացնում էր Հայաստանի ընդհանուր ռազմական դրությունը։ Հարցը կազմված էր երկու ենթահարցերից։ Առաջին ենթահարցում փոքրիկ բացթողում կար, երկրորդ ենթահարցում էր բացթողումը ավելի մեծ, մասնավորապես չնշվեց այն հանգամանքը, որ Բաքվում կենտրոնացած հայկական զինուժը հնարավորություն էր ընձեռում, որպեսզի կարողանային հայկական ճակատում մեր ուժերը հաջողությամբ դիմագրավել թուրքական զինուժին։ Այդ իսկ պատճառով ձեր պատասխանը գնահատում է 8 միավոր։ Միավոր է վաստակում կարմիր թիմը եւ կապույտ թիմ։ Մենք ընտրում ենք մենտարը։ Մենտարը խնդրեմ։ Աշխարհագրություն, ուշադիր։ Պատմական Հայաստանի որ նահանգի որ գավառն է ընդգծված։ Պատրաստ ենք։ Էկրանին պատկերված է Մեծ հայքի Արցախ նահանգի Մեծիրան գավառը։ Ճիշտ է։ Հիմա լսենք հարցի մյուս հատվածը։ Պատմական Արցախը բնակչության ինչ կազմ է ունեցել։ Այն երբ է եղել Հայաստանի եւ երբ աղվանքի կազմում։ Հայաստանի բնակչությունը Արցախի Խնդրեմ։ Հարցին կպատասխանեմ ես Էրիկ Ասլանյանս։ Արցախի բնակչության կազմը այն ժամանակ միատար է եղել, այնտեղ բնակվել են հայեր եւ մասամբ բնակվել են աղվաններ, Արտաշեսյանների եւ Արշակունիների օրոք միացված է եղել հայկական պետությանը, իսկ առաջին բաժանմանը 387 թվականին անցել է աղվանքի մարզպանությանը։ Ներկայումս Արցախի բնակչությունը միատար է, 99% հայեր են, իսկ որոշ պատմաբանների մինչև Արցախի անկախանալը 1991 թվականի սեպտեմբերի 2-ը Արցախի հայերը կազմել են 95%, իսկ այլազգիները կազմել են 5%։ Դրանց մեջ մտնում էին հույներ, ռուսներ, մահմեդականներ։ Լրացում։ Արցախում եղել են բազմաթիվ իշխանություններ, որոնցից որոշակի մասը Գագիկ առաջինը գրավեց եւ միացրեց Անի Շիրակի թագավորությանը։ Այսքանը։ Լսենք մեր պատասխանը։ Պատմական Արցախի բնակիչների մեծ մասը հայեր էին։ Արևելյան շրջաններում ապրում էին նաև որոշ թվով աղվաններ ու պարսիկներ։ Արտաշիսյանների ու Արշակունիների թագավորության շրջանում Արցախը Հայաստանի կազմում էր, իսկ հետագայում Սասանյաններն այն ժամանակավորապես միացրին աղվանքի մարզպանությանը։ 9-ից 13-րդ դարերում Արցախում, որն այդ շրջանում ավելի հայտնի էր Խաչեն անունով, կային մի քանի իշխանություններ։ Դրանց տարածքի զգալի մասը Գագիկ առաջինը գրավեց եւ միացրեց Անի Շիրակի թագավորությանը։ Միջին դարերում Արցախը հարևան ուտիքի հետ կազմում էր հայկական աղվանքը։ Ողջունում ենք կապույտ թիմին։ Պարոն Մալխասյան, խնդրեմ։ Ուրեմն ձեր պատասխանում կային որոշ բացթողումներ եւ նաեւ իհարկե ես դա չեմ գնահատել, բայց ձեզ ասեմ, որ 88-91 թվականների հետ կապված որ նշեցիք, շփոթել եք 1921 թվականին Արցախը Ադրբեջանին բռնակցելու շրջանում բնակչության կազմի հետ, բայց դա հարցում չէր պահանջում, դրա համար ես դա չեմ գնահատել։ Որոշ բացթողումների համար դուք 1 միավոր եք միայն կորցնում 9 միավոր։ Նմիավոր է վաստակում կապույտ թիմը եւ նորից նարնջագույն թիմը, խնդրեմ։ Մենք ընտրում ենք խետառը։ Խետառը, խնդրեմ։ Աշխարհագրություն, ուշադիր։ Պատմական Հայաստանի որ նահանգի որ գավառն է ընդգծված։ Խնդրեմ, պատասխան։ Պատկերված է Մեծ հայքի Ուտիկ նահանգի Ուտի առանձնակ գավառը։ Ոչ։ Դուք ճիշտ նշեցիք նահանգը, սակայն գավառի հարցում սխալվեցիք, առան ռոտ գավառն էր, հիմա լսենք հարցի մյուս հատվածը։
Ներկայացրեք պատմական Ուտիկ նահանգի աշխարհագրական դիրքը եւ բնակչության կազմը։ Պատմական Տավուշ գավառը ներկայիս որ տարածքներն էր ներառում։ Խնդրեմ, Հարցին կպատասխանի Մանե Աղաջանյանը։ Մանե, Ուտիկ նահանգի աշխարհագրական դիրքը հետևյալն է։ Ուտիկը շրջապատված երկու գարքով, կուրկետով, Արցախով, Սյունիքով, այն գավառի աշխարհագրական դիրքը ներկայացրեցինք բնակչության կազմը։ Բնակչության կազմը միատարր չէր, այստեղ բնակվում էին հայեր եւ մասամբ աղվաններ։ Պատմական գավոշը ներառում է ներկայիս նախկին ադրբեջանական ԽՍՀ-ի Թովուզ եւ Ղազախ եւ նախկին հայկական ԽՍՀ-ի Շամշադինի շրջանները։ Ուտիկի անունը հիշատակում է նաև ուտի ձևով, անունը ունի հնագույն ծագում եւ կապված է նանուն ցեղանվան հետ։ Ռելիեֆով ուտիկը խստորեն բաժանվում է երկու մասի՝ դաշտային եւ լեռնային։ Լեռնային շրջանները գտնվում են Փոքր Կովկասի շրջանում, իսկ դաշտային շրջանները գտնվում են Կուր եւ Թարթար գետերի առափնյա շրջաններում։ այսքանը։ Լավ։ Լսենք մեր պատասխանը։ Ուտիկի ռելիեֆը բաժանվում էր երկու մասի՝ դաշտային եւ լեռնային։ Դաշտային շրջանները տարածվում էին Կուր եւ Թարթար գետերի առափնյա մասերում, իսկ լեռնային գավառները գտնվում էին Փոքր Կովկասի շրջանում։ Ուտիկի բնակչության էթնիկական կազմը միատարր չէր։ Այստեղ բնակվում էին հայեր եւ մասամբ աղվաններ։ Պատմական Տավուշ գավառը ներառում էր այժմյան Ադրբեջանի Թովուս ու Ղազախ, ինչպես նաեւ Հայաստանի Շամշադինի տարածքները։ Դուք փաստորեն հարցին պատասխանեցիք ամբողջությամբ, սկզբից մի փոքր շփոթված սկսեցիք, բայց հետո կարողացաք ամբողջությամբ պատասխանել հարցին, բնականաբար միավոր կորցրեցիք, որ հյուսիսային գավառը, ավելի հյուսիս ընկած գավառը շփոթեցիք իրենից հարավ ընկած գավառի հետ եւ 9 միավոր եք վաստակում։ 9 միավոր է վաստակում նարնջագույն թիմը եւ երկրորդ պտույտը երկրորդ փուլի Մենք ընտրում ենք Վոտարը։ Վոտարը խնդրեմ։ Աշխարհագրություն։ Պատմական Հայաստանի որ նահանգի որ գավառն է ընդգծված։ Հարցին կպատասխանի Սամվել Հակոբյանը։ Սամվել։ Նկարում պատկերված է Մեծ Հայքի Պարսկահայք նահանգի Զալևանդ գավառը։ Ճիշտ է։ Հիմա լսենք հարցի մյուս հատվածը։ Վարչական որ տարածքների կազմում են եղել Պարսկահայքի հեր եւ Զարևանդ գավառները։ Այժմյան որ տարածքներն էր զբաղեցնում Պարսկահայքի Զարևանդ գավառը։ Պատրաստ ենք։ Զալևանդը հայտնի է նաև Զալուանդ եւ Զալավան ձևերով։ Այս տարածքը համապատասխանում է այժմյան Սալմաստի եւ Դիլմանի շրջաններին, որոնք գտնվում են Ուրմիա լճից հյուսիս-արևմուտք։ Գավառի պատմաշխարհական նշանավոր վայրից է Սալմաստը, որը հիշատակում է դեռևս Փաստոց Բուզանդի մոտ, իսկ Թոմա Արցունու վկայությամբ այն 9-րդ դարում արդեն քաղաք է եւ գտնվում են Ատեպատականի եւ Հայաստանի սահմանագլխին։ Այսքանը ավելացնելու բան չունեք։ Լսենք մեր պատասխանը։ Պարսկահայքը թե Արտաշեսյանների եւ թե Արշակունիների թագավորության շրջանում միացված էր հայկական պետությանը։ Հայաստանի առաջին բաժանման ժամանակ Պարսկահայքը միացվեց Ատրպատականին եւ նրա կազմում էլ մնաց մինչեւ վերջ, բացառությամբ Հեր, Զարեհավան եւ Զարևանդ գավառների ու մի քանի այլ շրջանների, որոնք 9-ից 10-րդ դարերում մտնում էին Վասպուրականի մեջ։ Զարևանդի տարածքը համապատասխանում է այժմյան Իրանի Սալմաստի եւ Դիլմանի շրջաններին, որոնք տարածվում են Ուրմիա լճից հյուսիս-արևմուտք։ Փոքրինչ բարձրացության առաջ կանգնեցրեց Կարմիր թիմը ինձ, որովհետև իրենք հարցի բուն պատասխանից որոշ մանրամասներ բաց թողեցին, իհարկե նաև լրացուցիչ որոշ տեղեկատվություն ներկայացրեցին մեզ։ Այնուհանդերձ, քանի որ հիմնական պատասխանից որոշ բաց թողումներ ունեն, դրա համար կարծում եմ ճիշտ կլինի, որպեսզի թիմը գնահատվի 9 միավոր։ 9 միավոր է վաստակում Կարմիր թիմը, անցնում ենք Կապույտ թիմին։ Մենք ընտրում ենք Նուտարը։ Նուտարը խնդրեմ։ Պատմություն։ 1918 թվականի հուլիսին Նախիջևանի գավառը գրավելուց հետո Զորավար Անդրանիկն ինչ հեռագրով դիմեց Ստեփան Շահումյանին։ Զորավարի առաջին հայացքից միամիտ այդ քայլը ինչ նպատակ էր հետապնդում։ Անցին կպատասխանի Գեգամ Սարգսյանը։
Գեղամ։ Զորավար Անդրանիկը 1918 թվականի հուլիսին Նախիջևանից հեռագրեց Ստեփան Շահումյանին, ասելով, որ ես այժմ գտնվում եմ իմ ջոկատով գտնվում եմ Նախիջևանում եւ Նախիջևանը վերջնականապես հայտարարում եմ Ռուսաստանի Հանրապետության անբաժանելի մասը։ Նաեւ նշում եմ, որ կփորձի կանխել թուրքերի մուտքը Նախիջևան։ Անդրանիկի այդ հայացքի մասին ինչ կարծիքներ ասես չեղան, սակայն դրա մեջ դժվար էր իրականում գտնել իրական դիվանագիտությունը, թե Անդրանիկը իրականում փորձում է Ստեփան Շահումյանի օգնությամբ Ռուսաստանից օգնություն ակնկալել, թե հենց ինքն էր ցանկանում օգնել Ստեփան Շահումյանին, իսկ մնացածը կշարունակի Իննա Հովհաննիսյանը։ Իննա դուշտապօգնությունն ես դիմը հասկացա ես, հա, խնդրեմ։ Սա թվում էր թե դիվանագիտական թույլ քայլ էր, որովհետև Նախիջևանը հեռու էր գտնվում Բաքվից, սակայն իրականում դա դիվանագիտական թույլ քայլ չէր, քանի որ Նախիջևանից հետո գալիս էր Զանգեզուրը, եւ այդ ժամանակ ասում են Բաքուն պետք է Ղարաբաղի հետ միանա, որովհետև նրանց ռազմական ուժը իրոք մեծ է, եւ դա մեծ դեր կխաղա հայերի համար Բաքվի պաշտպանությունում։ Լավ, այսքանը ավելացնելու բան չունենք, լսենք մեր պատասխանը։ 1918 թվականի հուլիսին Նախիջևանը գրավելուց հետո Անդրանիկը հեռագրով հայտնեց Շահումյանին, որ Նախիջևանի գավառը դնում էր նրա ենթակայության ներքո եւ փորձելու էր արգելել թուրքերի մուտքն այդ տարածք։ Առաջին տպավորությամբ դա անհեռատես քայլ էր, քանի որ Նախիջևանը շատ հեռու էր Բաքվից։ Սակայն այդ երկուսի միջև էին գտնվում զինական հզոր ուժեր ունեցող Զանգեզուրն ու Արցախը, իսկ Բաքվում կռվողների մեծ մասն արցախցիներ էին։ Եթե Բաքուն այդ ընթացքում հաջողվեր կապել Արցախին, ապա թուրքերի պլանները կձախողվեին։ Դա հրաշալի հասկանում էր Էնվերը։ Նա կարգադրում է փակել բոլոր ճանապարհները Անդրանիկի առաջ, որ նա չկարողանա օգնության հասնել Ստեփան Շահումյանին։ Եթե այդ երկու ուժերը միանան, անհնար կլինի Բաքուն գրավելը, ասել էր Թուրք Փաշան։ Հարցի երկու հարցերից առաջինին տվեցիք լիարժեք պատասխան եւ մի բան էլ ավելին նշեցիք նույնիսկ Ռուսաստանի հանգամանքը եւ դա շատ կարեւոր է իմիջիայլոց։ Երկրորդ ենթահարցի կապակցությամբ, որը բավականին ընդհարցակ ենթահարց էր, բաստողումները շատ էին եւ այդ իսկ պատճառով դուք 8 միավոր եք ստանում։ 8 միավոր է վաստակում կապույտ թիմը եւ անցնում ենք նարնջագույնին, խնդրեմ։ Մենք ընտրում ենք ծատարը։ Ծատարը, խնդրեմ։ Պատմություն։ Կովկասի գործերով արտակարգ կոմիսար Ստեփան Շահումյանն ինչպես արձագանքեց գերմանացիների եւ բոլշևիկների միջև կնքված Բրեստ-Լիտովսկի պայմանագրին։ Նա ինչ փորձեց անել, որ թուրքերը չկարողանային արշավել դեպի Բաքու։ Պատրաստ եմ։ Հարցին կպատասխանեմ ես, Սոնա Մարտիրոսյանս։ Բրեստ-Լիտովսկի հայակեր պայմանագրի 4-րդ հոդվածի Բաթումը, Արդահանը, Օլթին, Արդվինը անցնում էին Թուրքիայի տիրապետության տակ եւ թուրքական բարձր հրամանատարությունը վկայակոչելով հենց այս պայմանագիրը պահանջում է Զորավար Անդրանիկից այս պայմանագրով իրենց պատկանող հողերը հանձնել իրենց, ինչին Անդրանիկը պատասխանում է, որ Ռուսաստանի Դեմոկրատիկ Հանրապետությունը մեզ տվել է ազատ ինքնորոշվելու իրավունքը եւ մենք այստեղ եկածենք ինքնորոշելու այս հողը ձերը թե մերն է պատկանում, բայց պետք է նշեմ, որ ցավոք սրտի ոմանք էլ եկել էին զենքի ու սննդամթերքի առևտրով զբաղվելու համար։ Ստեփան Շահումյանը Բաքվում եւս չի ճանաչում այս պայմանագիրը, նշելով փոխհարաբերությունները պետությունների միջև որոշվում են ոչ թե թղթի կտորներով, այլ ուժերի ռեալ փոխհարաբերություններով։ Ուստի հրաժարվում էր ճանաչել այս պայմանագրի կետերը եւ նաեւ առաջարկում էր Ղարաքիլիսա Ալեքսանդրապոլ Կարս հատվածում միավորել ամբողջ ուժերը, որոնք ի վիճակի կլինեն դիմակայելու թուրքական 5-րդ դիվիզիային եւ ընդհանրական պաշտպանություն կազմակերպել։ Ցավոք սրտի Ստեփան Շահումյանի այս առաջարկը մերժվում է Հայոց ազգային խորհրդի կողմից, քանի որ բոլորը կարծում էին, որ Ստեփան Շահումյանը Հայոց ազգային խորհրդում իշխանության էր եկել լոգ նրա համար, որ Հայոց ազգային խորհրդում հայկական զորամասերը կային։ Իհարկե այս տեսակետը ճիշտ էր, բայց նույնքան ճիշտ էր եւ այն, որ Ստեփան Շահումյանի այս վերջին ջանքերը, հուսահատ ջանքերը վերջին, բայց կորսված, բայց եւ իրական հնարավորությունն էին կանխելու Արևմտյան Հայաստանում տեղ ունեցող ջարդերի փոխադրումը Արաքսի այս ափը, այսինքն Հայաստան։ Վերջ, այսքանը։ Լսենք մեր պատասխանը։ Բրեստ-Լիտովսկի պայմանագրի 4-րդ կետով թուրքերին պետք է հանձնվեին Կարսը, Արդահանը, Բաթումը, Օլթին եւ Արդվինը։ Ստեփան Շահումյանը չճանաչեց այն, համոզված, որ փոխհարաբերությունները պետությունների միջև որոշվում են ոչ թե թղթի կտորներով, այլ ուժերի ռեալ փոխհարաբերությամբ։ Նա փորձեց համախմբել դիմադրելու ունակ բոլոր ուժերը, միավորել Կարս Ալեքսանդրապոլ Ղարաքիլիսա հատվածի հայկական զորամասերը եւ ընդհանուր պաշտպանություն կազմակերպել։ Դա իրականանալի ծրագիր էր, քանի որ Թուրքիան Սևծովից մինչև Պարսկաստան ուներ
ընդամենը 18-ից 20 հազար հոգնած զորք, իսկ հայերը առնվազն 30 հազար զինվոր։ Առաջարկը մերժվեց, քանի որ Շահումյանը Մոսկվայից որևէ աջակցություն չէր ստանում եւ Բաքվում իշխանության էր եկել ազգային խորհրդի զորամասերի շնորհիվ։ Ողջունում եք նահանգապետին։ Երկրորդ ենթահարցի պարագայում մեկ բաց թողում ունեցաք եւ մասնարարպես ուժերի հարաբերակցության հետ կապված էր ձեր բաց թողումը եւ 9 միավոր եք ստանում։ Այսպիսով ավարտեցինք նաև երկրորդ փուլը եւ անցնում ենք մշակութային փուլին։ Ազգային բառեր։ Կարմիր թիմ ընտրում ենք։ Մենք ընտրում ենք այբ տառը։ Այբ տառը խնդրեմ։ Ծաղկաձորի, համեցեք։ Խնդրեմ Տիկին Աթանասյան, գնահատեք։ Այս պարը երեխաները հաճույքով են պարում, բոլոր խմբերի կատարման պարը թենք ունեցել դիտելու այս պարը, ցավոք սրտի թերությունները նույնպես տեղ գտան։ Հատկապես այն պահին, երբ որ տղաները եւ աղջիկները առանձնանում են միմյանցից, այդ թերությունները ավելի բացահայտ էին լինում, որոնք եւ հաշվի առնելով 8 միավոր։ Ես նույնպես տեսա թերություններ, սակայն կարծում եմ, որ 2 միավորը շատ է այս թերությունների համար հանել եւ ավելացնում եմ 1 միավոր, թիմը վաստակում է 9 միավոր։ Եվ կապույտ թիմ։ Մենք ընտրում ենք П տառը։ П տառը խնդրեմ։ Հապուրի, համեցեք։
Աթանասյան, խնդրեմ։ Դե ինչ կապույտ թիմը գեղեցիկ բառ ներկայացրեց, հստակ դրամատրությամբ, որը համապատասխանում էր մեր խաղի պահանջներին եւ վաստակում է 10 միավոր։ Իսկ հիմա հերթը նարնջագույն թիմին է, ձեզ բաժին հասավ ռետարը, հիմա տեսնենք, թե որ բառն է ռետարի հետևում։ Շորոր, համեցեք։ Ինչպես տեսնում եք, բարերը տարբեր էին։ Նորից կանգնել ենք այդ կացության առաջ, որ իհարկե այս բարի շարժումները շատ ավելի սահմանափակ էին, բայց այս շորալու պահը, որը արկա է այս բարում, դուք շատ գեղեցիկ կատարեցիք, բավականին հստակ միատեսակ, նույնպես համարում եմ, որ այս բարը կարող է գնահատվել 10 միավոր։ Այսպեսով ավարտեցինք նաև մշակութային փուլը եւ հիմա անցնում ենք վերջին փուլին։ Առանց մեծ նպատակների դարաշրջանները ունեն նաև մեծ արվեստ, իսկ արվեստագետի ամենամեծ հաղթանակն էլ այն է, որ նա իր աշխատանքներով ստիպում է մտածել, զգալ եւ ամենակարևորը վեհանալ։ Արվեստի լույսը եւ դասական երաժշտություն։ Կլսենք վերջին փուլում։ Խնդրեմ, Կարմիր թիմ։ Մենք ընտրում ենք չատառը։ Չատառը խնդրեմ։ Երաժշտություն։ Հարցին կպատասխանի Տիրան Հովանեսյանը։ Տիրան։ Հնչեց Կոնստանտին Օրբելյանի Դիլիջան ստեղծագործությունը։ Ահա։ Հիմա լսենք հարցի մյուս հատվածը։ Կոնստանտին Օրբելյանը որ բալետի հեղինակն է, ով է բալետի գլխավոր հերոսը։ Օրբելյանն ու Ալեքսանդր Հարությունյանն ուսման տարիներին որ ֆիլմի համար են երաժշտություն գրել։ Հարցին կպատասխանի Քրիստինե Զորաբյանը։ Քրիստինե։ 1969 թվականին Կոնստանտին Օրբելյանն ավարտել է անմահություն բալետը, լիբրետոն Մարտիրոսյանի։ Բալետը ներշնչված էր հայրենականի հերոսների եւ նրանց անձնվեր սխրանքները մարմնավորող Հունան Ավետիսյանի կերպարով։ Իսկ ուսանելու տարիներին Կոնստանտին Օրբելյանը Ալեքսանդր Հարությունյանի հետ գրեց երաժշտություն «Սիրտը երգում է» կինոնկարի համար։ Բարձր գնահատելով ֆիլմի երաժշտությունը, Արամ Խաչատրյանը 1958 թվականին Կոնստանտին Օրբելյանին ուղղված նամակում գրում է. «Ես ոչ միայն դրական վերաբերմունք ունեմ թեթև ժանրին, քո նվագախմբին, այլև համարում եմ, որ դու քո նվագախմբով մեծ աշխատանք ես կատարում։ Դու հաճախ գրում ես թեթև երաժշտություն մեծ ճաշակով, եթե կարելի է այսպես ասել, թեթև երաժշտություն առանց ճակերտների»։ Եվ կոմպոզիտորից քաջալերված Կոնստանտին Օրբելյանը լրջորեն է նվիրվում ստեղծագործական աշխատանքին։ Խնդրեմ Տիգին Աթանասյան։ Ձեր պատասխանը ճիշտ է, ընդունված է եւ գնահատվում է 10 միավոր։ Թիմը վաստակում է 10 միավոր, անցնում ենք Կապույտ թիմին։ Մենք ընտրում ենք վև տառը։ Վև տառը խնդրեմ։
Արվեստի լույսը։ Ինչ նկար է ներկայացված։ Պատրաստ ենք, խնդրեմ։ Հարցին կպատասխանի Գոր Ներսիսյանը։ Գոր։ Պատկերված է Փանոս Թերլեմեզյանի 5 օրից նկարը։ Ճիշտ է։ Իսկ իմ հարցին լուսատվածը։ Փանոս Թերլեմեզյանը 28 տարեկանում հանդիպում է Գևորգ Բաշինջաղյանին եւ խնդրում իրեն նկարել սովորեցնել։ Անվանի նկարիչն ինչ է պատասխանում։ Թերլեմեզյանին ում աջակցությամբ է հաջողվում բարձրագույն կրթություն ստանալ։ 1914-ից 1915 թվականներին Վանում հաստատված նկարիչն ինչ գործունեություն է ծավալում։ Պատրաստ ենք։ Հարցին կպատասխանի Ինա Հովանեսյանը։ Իննա։ Փանոս Թերլեմեզյանը 28 տարեկանում հանդիպում է Գևորգ Բաշինջաղյանին եւ խնդրում, որպեսզի իրեն նկարել սովորեցնի։ Գևորգ Բաշինջաղյանը մերժում է նրան, ստուգում է նրա գիտելիքները, բայց ասում, որ այլևս նկարիչ դառնալու այդ մասնագիտությունը ընտրելու համար արդեն ուշ է։ Սակայն նա այդ ամենից նրա վրա դա նշանակություն չի ունենում եւ նա գնում Մուշակ թերթի խմբագրությունում աշխատում է որպես խմբագրային ցրիչ։ Նա ստացել էր Գևորգ Բաշինջաղյանի առաջարկը, որպեսզի ցանկության դեպքում գնա Պետերբուրգ իր եղբոր մոտ եւ այնտեղ իր նկարչությամբ, եթե ցանկանա, զբաղվի։ Նա գնում է Պետերբուրգ, այնտեղ կային հայ նկարիչներ, որոնց թվում են Տերմինասյանը, Գաբրիելյանը։ Նրանց շնորհիվ նա կարողանում է ընդունվել տեղի ակադեմիային կից նկարչական դպրոցի նախապատրաստական դասարան։ Կշարունակի Էրիկ Ասլանյանը։ Էրիկ։ Փանոս Թերլեմեզյանը 1914-ից 1915 թվականներին հաստատվելով Վանում, այդ ժամանակ սկսվում էր մեծ եղեռնը, թուրքերը հարձակվում էին Վանի վրա, եւ այդ ժամանակ նա մասնակցում է Վանի ինքնապաշտպանությանը, նույնիսկ նրան առաջարկում են լինել կազմակերպիչներից մեկը, սակայն նա հրաժարվում է եւ այդ ժամանակ սկսվում էր գաղթը եւ նա գաղթում է Արևմտյան Հայաստանից եւ Վանում նկարված եւ մեզ հասած լավագույններից նկարներից մեկը Սիփան Սարն է։ Նա լինում է այդ Վանում ինքնապաշտպանության ղեկավարներից մեկը, միայն թե այդ Վանի կռվից հետո նրան առաջարկում են բարձր պաշտոն, սակայն այդ բարձր պաշտոնից է հրաժարվում, որպեսզի շարունակի իր ստեղծագործական աշխատանքը։ Վանում նա նկարել էր 76 նկար, սակայն եղեռնի պատճառով մեզ են հասել 2-3-ը։ Ում ֆինանսական աջակցությամբ է կարողանում ստանալ կրթություն երաժշտական։ Նրան օգնում է Ղրիմյան Հայրիկը, ստանում է նրա համաձայնությունը, որպեսզի ամսական իր ուսման համար ստանա 30 ռուբլի թոշակ։ Վերջ։ Լավ, լսենք մեր պատասխանը։ Բաշինջաղյանն ասում է, որ այդ տարիքում ուշ է նվիրվել նման դժվարին մասնագիտության։ Թերլեմեզյանը սակայն չի վհատվում։ Նա մեկնում է Պետերբուրգ եւ ընդունվում Գեղարվեստի ակադեմիային կից նախապատրաստական բաժինը։ Այնուհետև ուսումը շարունակում է Փարիզի Ժյուլիենի Գեղարվեստի ակադեմիայում։ Նյութական ծանր զրկանքներից նրան փրկում է կաթողիկոս Ղրիմյան Հայրիկը, որը նրան կրթաթոշակ է հատկացնում։ Փանոս Թերլեմեզյանը Վանում ստեղծում է բազմաթիվ բնանկարներ, սակայն ինքնապաշտպանության ծանր օրերին ընդհատում է ստեղծագործական աշխատանքը եւ զենքը ձեռքին մասնակցում կռիվներին։ Վանում ստեղծված 70-ից ավելի նկարները գաղթի օրերին կորչում են։ Փրկվածներից է Սիփան Սարը կտուց կղզուց գեղեցիկ բնանկարը։ 10 միավոր կապույտ ունի։ 10 միավոր է վաստակում կապույտ թիմը եւ նանջագույն թիմ։ Մենք ընտրում ենք Սետարը։ Սետարը խնդրեմ։ Արվեստի լույսը։ Ինչ նկար է ներկայացված։ Պատրաստ ենք, խնդրեմ։ Հարցին կպատասխանի Մանուկ Պետրոսյանը։ Մանուկ։ Պատկերված է Փանոս Թերլեմեզյանի Էջմիածնի լիճ նկարը։ Ճիշտ է։ Էջմիածնի լիճը, այո։ Լսենք հարցի մյուս հատվածը։ 1913 թվականին Մյունխենում բացված ցուցահանդեսին Փանոս Թերլեմեզյանն ինչպես է մասնակցել։ Նրա որ կտավն է արժանացել ոսկե մեդալի։ 1920-ական թվականներին դեպի Ամերիկա ստեղծագործական շրջագայության մեկնած Թերլեմեզյանը բնության որ հրաշալիքն է պատկերել։ Խնդրեմ պատասխան երեխաներ։ Հարցին կպատասխանի Մանուկ Պետրոսյանը։
Մանուկ 1913 թվականին Մյունխենում բացված ցուցահանդեսին մասնակցում էր նաև Թուրքիան։ Թուրքիան ներկայացնող 3 մասնակիցներից մեկը Փանոս Սելեմեզյանն էր։ Նրա 3 գործերից մեկը Սանահինի վանքի գավիթն է, որն արժանում է ոսկե մեդալի։ Սանահինի վանքի գավիթը երկրորդ անգամ է արժանանում Պարքևի, ինձ կշարունակի Ավետիսյան Սպարտակը։ 1920-ական թվականներին Ամերիկա ստեղծագործական շրջագայության մեկնված Թելեմեզյանը նկարում է Յասամիթի ձորը նկարը։ Լսենք մեր պատասխանը։ 1913 թվականին Մյունխենում բացված ցուցահանդեսին մասնակցելու համար Թուրքիան ներկայացնում է 3 նկարչի, որոնցից մեկը Փանոս Թերլեմեզյանն էր։ Ոսկե մեդալի է արժանանում նրա Սանահինի վանքի գավիթը նկարը։ Միջին չափի այդ յուղանկարը ճշտորեն վերարտադրում է հայ ազգային ոգին եւ հիանալի պատկերացում է տալիս 12-րդ դարի ճարտարապետական այդ կոթողի մասին։ Փանոս Թերլեմեզյանը, ինչպես եւ Հովանես Այվազովսկին, պատկերել են Նիագարա ջրվեժն ու նրա գեղատեսիլ ափերը։ Նարնջագույն թիմը ճիշտ պատասխանեց, նկարը ճիշտ ճանաչեց, նաև կարողացավ 3 ենթահարցերին պատասխանել, պարզապես հեռուստադիտողի համար ասենք, որ մենք ներկայացրել էինք աշխարհի լավագույն հրաշալիքներից Նիագարան, բայց երեխաները ընտրեցին այլ տարբերակ, որ իրենց հանձնարարված գրականությամբ եւս նշված է նաև որպես հրաշալիք, հետեւաբար մենք այն պետք է ճիշտ համարենք եւ նարնջագույն թիմը վաստակում է 10 միավոր։ 10 միավոր է վաստակում նարնջագույն թիմը եւ վերջին բդույթն ենք կատարում։ Խնդրեմ, Կարմիր թիմ։ Մենք ընտրում ենք Քեթարը։ Քետարը խնդրեմ։ Դասական երաժշտություն։ Խնդրեմ, պատասխան։ Հարցին պատասխանի Քրիստինե Զորաբյանը։ Քրիստինե, Հնչեց Էդգար Հովհաննիսյանի Սիմֆոնիա 1 մասերորդ նվիրված Արամ Խաչատրյանին։ ճիշտ է։ Հիմա լսենք հարցի մյուս հատվածը։ Կոմիտասի ծննդյան 100-ամյակի առթիվ Էդգար Հովհաննիսյանն ինչ ստեղծագործություն է գրել։ Ինչ երաժշտություն է ընկած այդ ստեղծագործության հիմքում։ Կոմպոզիտորի դիմակահանդես ստեղծագործությունն ում է նվիրված։ Դիմական ստեղծագործությունը, որը գրվել էր Լերմոնտովի դիմականդես դրամայի համար, Արամ Խաչատրյանի հիման վրա։ Պատասխանենք։ Խնդրեմ։ Հարցին պատասխանեմ ես Դավիթ Ղարիբյանս։ Կոմիտասի ծննդյան 100-ամյակի առթիվ Երևանի օպերա եւ բալետի պետական թատրոնն իրականացրեց Էդգար Հովհաննիսյանի Անտունի բալետ Օրիատորյան եւ այնտեղ նա օգտագործել է Կոմիտասի Հանճարի Բովանցած երաժշտությունները, նա չափին ուր զգացումով է զարգացել գործիքավորել երաժշտությունները։ Իսկ կոմպոզիտորի դիմականդես ստեղծագործությունը նվիրված է Արամ Խաչատրյանի հիշատակին, որի հիմքում ընկած է Լերմոնտովի դիմականդես դրամայի համար գրված Արամ Խաչատրյանի երաժշտությունը։ Խնդրեմ Տիկին Աթանասյան գնահատեք։ Պատասխանը ճիշտ էր, միայն ոչ թե բալետ օլատորիա, այլ օրատորիա։ Ես հասկանում եմ, որ դա մի քիչ մասնագիտական անծանոթ բառ է, ինչևէ, պատասխանը ճիշտ էր եւ դուք ստանում եք 10 միավոր։ Այ։ Կապույտ թիմ ձեր հերթն է։ Մենք ընտրում ենք Պետարը։ Պետարը խնդրեմ։ Երաժշտություն։ Հարցին կպատասխանի Գոր Ներսյանը։ Գոր, Տիգրան Մանսուրյան, հատված Աշնանարև կինոֆիլմի երաժշտությունից։ ճիշտ է։ Եվ հաջորդ հատվածը հարցի։ Տիգրան Մանսուրյանն իր առաջին բալետի համար որ հեքիաթը ընտրեց։ Ով էր լիբրետոյի հեղինակը։ Նա Հովանես Թումանյանի բանաստեղծությունների նշանչանքով ինչ ստեղծագործություն է գրել։ Խնդրեմ։
Տիգրան Մանսուրյանի Ջունեթագուհին բալետի հիմքում ընկած է Անդերսենի Ջունեթագուհին հեքիաթը։ Այստեղ նրան օգնում է լիբրետոյի հեղինակ բալետմայստեր Վիլեն Գալստյանը։ Նա այստեղ դիմում է 20-րդ դարի մեծ վարպետներ Արամ Խաչատրյանի, Գրիբոեդովի, Վարկովիցկու ավանդույթներին։ Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների նորշնչանքով Տիգրան Մանսուրյանը գրեց Գառնան երգերը խորագրով 6 ակապելա խմբերգերը։ Խնդրեմ Տիկին Օթանասյան։ Կեցեք, պատասխանը ճիշտ էր, երաժշտությունը ճիշտ ճանաչեցիք, 10 միավոր։ 10 միավոր է վաստակում Կապույտ թիմը եւ վերջին հարցն ու վերջին պատասխանը Նարնջագույն թիմ։ Մենք ընտրում ենք ցոտարը։ Ցոտարը խնդրեմ։ Արվեստի լույսը։ Ինչ նկար է ներկայացված։ Պատրաստ ենք, խնդրեմ։ Հարցին կպատասխանի Մարիա Պետրոսյանը։ Մարիա։ Ցուցադրված է Փանոս Թերլեմեզյանի Լորեցի հովիվը նկարը։ Ճիշտ է։ Լսենք հաջորդ հատվածը հարցի։ 1910-ից 1912 թվականներին Կոստանդնուպոլսում Փանոս Թերլեմեզյանն ու Կոմիտասն ինչպես էին համագործակցում։ Թերլեմեզյանն ինչ պատճառով է հեռանում այդ քաղաքից։ Անմիջապես հետո ինչ ա։ Խնդրեմ։ Հարցին կպատասխանի Մանուկ Պետրոսյանը։ Մանուկ։ 1910-ից 1912 թվականին Կոստանդնուպոլսում Փանոս Թերլեմեզյանը մտերմություն է հաստատում Կոմիտասի հետ։ Նրանք վարձում են մի երկհարկանի բնակարան, որը դառնում է արվեստի կենտրոն, այդտեղ հաճախում են մի շարք գործիչներ։ Կոմիտասը եւ Փանոս Թերլեմեզյանը մտերմություն հաստատելով մեկնում են Կոմիտասի ծննդավայր Կուտինա։ Այնտեղ Փանոս Թերլեմեզյանը նկարում էր, իսկ Կոմիտասը ստեղծագործում էր։ Նա այնտեղ նկարել է մի շարք բնանկարներ եւ դիմանկարներ, հայտնի է Կոմիտասի դիմանկարը, որը երաժշտագետի լավագույն գործերից մեկն է։ Կատարված է նաև Գորգագործ կինը եւ այծերը բնանկարը։ Թերլեմեզյանն ինչ պատճառով է հեռանում այդ քաղաքից։ Լավ։ Լսենք մեր պատասխանը։ 1910-ից 1912 թվականներին Կոնստանդնուպոլսում Փանոս Թերլեմեզյանն ու Կոմիտասը վարձում են եռահարկ առանձնատուն, որը դառնում է յուրօրինակ վերնատուն։ Նրանց արվեստին հաղորդակցվելու համար այնտեղ էր հավաքվում Պոլսի արվեստասեր հանրությունը, այդ թվում նաև թուրք նախարարներ, պալատի արարողապետը, դեսպաններ։ Հանրային գործերի նախարարի տեղակալ Հյումբերն այնքան հաճախ էր այցելել ու Կոմիտասի երգերը լսել, որ ներս մտնելիս երգում էր Քելեր ցոլերը։ Թերլեմեզյանին հրավիրում էին նկարչությամբ զբաղվող Գահաժառանգի գործերը դիտելու եւ կարծիք հայտնելու։ Մի անգամ Գահաժառանգին զայրացնում է Թերլեմեզյանի քննադատությունն իր նկարներից մեկի մասին եւ նկարիչն ստիպված է լինում հեռանալ քաղաքից։ Մենք ունեինք նկարի ճանաչում 2 միավոր եւ ունեինք 2 ենթահարցեր, որոնցից մեկին տրվել է լիարժեք պատասխան, հետեւաբար թիմը վաստակում է 6 միավոր։ Այսպիսով խաղն ավարտված է այսօրվա եւ ես հիմա շրջվում եմ դեպի հեռուստավահանակներն ու հայտարարում այսօրվա խաղի արդյունքները։ Առաջին տեղում է Երևանի թիմը 66 միավորով։ Երկրորդ տեղում է Նոր Խարվերդի թիմը 61 միավորով եւ երրորդ տեղում է Վաղարշապատի թիմը 60 միավորով։ Դե ինչ բարեկամներ, այսօրվա խաղն էլ ավարտվեց եւ ինչպես միշտ մեր բոլոր մասնակիցների համար նրդեիկներ խնդրեմ նվերները բեմ բարձրացրեք։ Շնորհավորում ենք բոլոր թիմերին, բնականաբար հաղթող թիմը վաստակում է մի փոքր ավելին, հայկական լեռնաշխարհի մեծամասշտաբ քարտեզը կզարդարի նրանց դպրոցի պատը եւ միշտ կսովորեցնի նրանց իրենց հայրենիքի մասին ու կկանչի այնտեղ։ Վերջում ավելացնենք միայն, որ առանց մեծ նպատակների տարիները ընդհանրապես թվերի փոփոխությունն են, իսկ կյանքն էլ պարզապես վատնած տարիներ։ Ուրեմն լցնենք մեր կյանքը վեհ նպատակներով եւ այդ լույսով վարակենք նաեւ մեր զավակներին։ Այսօր այսքանը, կհանդիպենք էլի լույսի ու հույսի հաջորդ խաչվերիկում։